Փաշինյանի առաջարկած իրական Հայաստանում կա Զանգեզուրը, թե ոչ։ Ադրբեջանում վերջերս հրատարակված արևմտյան Զանգեզուր կոչվող տեղանունների բառարանում այն կա, եւ այն էլ իրենց խոսքով պատմական անվանումների ճշգրիտ կոորդինատներով։ Իսկ ովքեր պետք է զբաղվեն Ադրբեջանի հակագիտական եւ կեղծ թեզերին արձագանքելով։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կարծում է, որ 2 տարի առաջ հիմնադրված Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի գործունեությունը հենց դրան պիտի միտված լիներ։ Ինչ նրանք որպես ազգային ակադեմիա պետք է անեն, որ նման երևույթների գոնե հակադարձեն։ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանն էլ ասում է, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Գեղարդ հիմնադրամը հիմա արդեն ակտուալ դարձավ այս տեսանկյունից, ունի շարք, որտեղ հրապարակում է կարճ համառոտ հետազոտություններ, նորովի պատրաստված գիտական հենքի վրա պատրաստված համառոտ հետազոտություններ Հայաստանի եւ Հայաստանի հարակից շրջանների տեղանունների վերաբերյալ։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը պատմական անդրադարձ է կատարում, ասում, որ 1640-ականներից սկսած այդ տեղանուններին նաև տրվել է թուրքալեզու, սակայն ոչ ադրբեջանական անվանումներ, իսկ ադրբեջանցիներն այն ժամանակ դեռ ադրբեջանցիներ չէին, նրանք 20-րդ դարում նոր պետք է դառնային ադրբեջանցի։ Բնակավայրը հայացափել են, վերեր են լցրել են այդտեղ, իրանք այդ իրան բնակավայրին անուն են տվել։ Դուք 17-րդ դարից շուտ ադրբեջանական բնակավայր չեք գտնի։ Միայն Զանգեզուրի տեղանունների հետ կապված կեղծարարությունների համար մի քանի տասնյակ ադրբեջանական կազմակերպությունների ֆինանսավորում է տրվել, եւ մենք պարզապես լիովին չենք պատկերացնում տարվող քաղաքականության մասշտաբը, շեշտում է Գոռ Մարգարյանը եւ նշում, որ միայն արևմտյան Ադրբեջան կառույցով չի սահմանափակվում ամեն ինչ։ Զուգահեռաբար գործում են բազմաթիվ այլ խոշոր, այսպես կոչված գիտական կամ գիտահետազոտական կառույցներ, մեդիա էքսպերտային հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնց ամբողջ աշխատանքը միտված է նույնին հայկական պատմական մշակութային ներկայությունը ժխտելու, ջնջելու եւ այդ ամբողջը յուրացնելու։ Ադրբեջանը շատ ավելի հեռուն է գնում։ Վերջերս օրինակ անցկացրել էր Արևմտյան Ադրբեջան հայտարարված կոչված այդ կազմակերպությունը Արևմտյան Ադրբեջանի ավանդույթների խոհանոցի վերաբերյալ միջոցառում եւ այնտեղ չգիտեք ինչու Արևմտյան Ադրբեջանի ու պատկերացնում եք ցինիկության աստիճանը գառն ու գաթան հաղթող էր ճանաչվել։ Ադրբեջանագետը կարծում է, որ մեր պետության վարած քաղաքականության պայմաններում ադրբեջանցիների ֆիզիկական վերադարձն ավելի քան մոտ է իրականությանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Սյունիքը վերաբնակեցնել ադրբեջանցիներով։ Իսկ ինչ վերաբերում է պատմական տարածքների անվանումներին եւ դրանք ադրբեջանական կոչելու հիմնավորումներին, ասում է. Եթե դուք բացանեք այդ բառարանը եւ ցանկացած բնակավայրի պատմությունը, այսինքն երբ է հիմնվել այդ գյուղը, այդ քաղաքը, բան, դուք կտեսնեք, որ 18-րդ դարից շուտ գյուղի հիմնման դատա չկա, չնայած այնտեղ կան, ասենք, եկեղեցիներ, խաչքարներ, որոնք 8-րդ, 9-րդ, 10-րդ դարի են։ Չպետք է թույլ տալ, որ հակագիտականությունը հաղթի, ասում է Գոռ Մարգարյանը։ Նույն կերպ փորձում էին Երևանը դարձնել ադրբեջանական, Վարդենիսը նույնպես։ Իմ եւ գործընկերներիս կողմից մեծ հրատարակություն է պատրաստվում, ծավալուն հրատարակություն է պատրաստվում ոչ միայն Զանգեզուրի, այլև ընդհանրապես հայկական բնակավայրերի, նկատի ունեմ ոչ միայն հայաստանյան բնակավայրերի, հայկական ու հայաբնակ բնակավայրերի յուրացման կեղծարարության, ադրբեջանցիների ջանքերի ընդհանուր տրամաբանությունը վերլուծող եւ մերկացնող հետազոտություն է պատրաստում։ Այն, որ Արևմտյան Ադրբեջան համայնք կազմակերպության ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարում է, թե Արևմտյան Զանգեզուրի աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է պատմական տարածքներ, հուշում է միայն մեկ բանի մասին. սկզբում հոգևոր վերադարձ, հետո ֆիզիկական։ Ահա թե ինչպիսի նպատակ ունի արդեն 40 տարուց ավելի ինտենսիվորեն մշակված այս քաղաքականությունը, կարծում են փորձագետները։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։